Սիրելի հայրենագիցներ, սիրելի հավատագիցներ, ուրեմն այսօր կուզեմ թարգմանեմ ցեզի մի պատմություն ռուսերենից հայերեն, թե ինչպես մայրը իր կույր աղջկան կվաճառե մի հատ միլիարդերի, իսկ որից հետո առաջի գիշերվանից հետո տեղի կունենա մի սարսափելի փոփոխություն այս աղջկա կյանքում։ Իսկ հիմա թարգմանեմ այս պատմությունը ու լսենք ամբողջությամբ։ Լենան ապրում էր աղքատության մեջ, որտեղ չկար ոչ տաքություն, ոչ սեր։ Նա ապրում էր մի հին տան մեջ, որտեղ կային ոչ նորմալ պատեր, ոչ էլ նորմալ հատակ։ Նա իր ծնված օրվանից կույր էր, և դա պատճառ էր հանդիսացել, որ Լենայի մայրը իրեն շատ փոքր տարիքից անգամ ատեր նրան։ Լենայի մայրը մտածում էր, որ կյանքը իր հետ շատ դաժան կատակ է արել, իրեն պարգևելով Լենային։ Նրա մայրը Լենայի մեջ տեսնում էր մի ծանր բեռ, ուղղակի ավելորդ բերան, որն որ իրենից պարզապես պահանջում էր հոգատարություն ու ուշադրություն։ Բայց միայն վնաս էր նա հասցնում իր մորը և չէր բերում ոչ մի տեսակի օգուտ։ Նա երբեք ջանք չէր թափում, որ իր աղջկա նկատմամբ սեր կամ հոգատարություն ցուցաբերեր։ Ոչ մի անգամ նա չպատմեց հեքիաթ իր աղջկան քնելուց առաջ, կամ էլ չշոհեց նրա գլուխը։ Աղջիկը մանկուց ի վեր սովորել էր սառնության և մենակության, լռության, որտեղ չկային ոչ մի բարի խոսք կամ ծիծաղ։ Մի իրիկուն նրանց տուն եկավ մի անծանոթ։ Լենան լսում էր, թե ինչպես իր մայրը ինչ-որ մեկի հետ խոսում է շատ կոպիտ ձևով և շատ գործնական։ Հետո նա զգաց, թե ինչպես ինչ-որ մեկը բռնեց նրա ձեռքը և դուրս հանեց փողոց։ Նա երբեք չհակառակվեց, որովհետև նա փոքրուց սովորել էր չհակառակվել որևէ մեկին։ Հետո նրան նստեցնում են մեքենայի մեջ։ Նա զգաց շատ գեղեցիկ և մաքուր մարմնի բույր և իր շուրջը զգաց մաքրություն, մի բան, որը իր համար ոչ սովորական էր։ Այն տունը, որտեղ նրան տարան, այնտեղ նրան շրջապատեցին մեծ սիրով, որտեղից գալիս էր շատ բուրումնավետ հոտեր, գեղեցիկ ծաղիկների բուրմունքն էր շրջապատում նրան։ Այնտեղ կային շատ թարմ ծաղիկներ։ Լենան սկսեց պտտվել տան տարբեր սենյակներում, և նա առաջին անգամ իրեն ինչ-որ տան մեջ չափազանց ապահով զգաց։ Երեկոյան նրան մոտեցան բժիշկները։ Նրանց շատ զգուշորեն իրեն մոտեցնող ձեռքերից նա երբեք չվախեցավ և փափուկ ձայնից։ Եվ նրան զգուշացրեցին, որ վաղը նրան պիտի վիրահատեն։ Լենան չհասկացավ էլ նրանք ինչի մասին էին խոսում։
կամ ինչ էր նշանակում իրենց ասածը, բայց նա զգում էր, որ իր կյանքում ինչ-որ բան փոխվելու է։ Եվ ահա տեղի ունեցավ վիրահատությունը, որը չափազանց բարեհաջող անցավ։ Առաջին մի քանի ժամը իր համար շատ տարօրինակ էր թվում։ Առաջին օրը նա միայն տեսնում էր լույս և արտացոլանք, բայց նույնիսկ դա նրա համար մեծ հրաշք էր։ Հետզհետե ամեն ինչ սկսեց պարզվել։ Եվ ահա իր առաջ կանգնեց մի մարդ, որը ամբողջությամբ փոխեց իր կյանքը։ Նա բարձրահասակ էր, շատ բարի արտաքինով և շատ ջերմ հայացքով։ Լենան նայում էր նրան։ Նա վախենում էր հավատալ, որ այդ ամենը ճշմարտություն էր, և այդ տղամարդը ժպտաց նրան։ Աչքերը բացելու պես առաջին բանը, որ նա տեսավ, այդ մարդու ժպիտն էր, և նա հասկացավ մի բան, որ այդ օրվանից իր կյանքը փոխվելու է ամբողջությամբ։ Սիրելիներ, ահա այսքան ինչ կցանկանայի այսօր պարզապես պատմել ձեզի մի պատմություն, որը թարգմանեցի ռուսերենից հայերեն, որ ունի շատ ուսուցողական ու դաստիարակչական նշանակություն։ Հիշեք, երեխան անպիտան չի լինում։ Անպիտան կարող է լինել իր ծնողը, որ չի հասկանում, որ նա իրականում Աստծուց պարգև է իր համար։ Եվ շատ ծնողներ իրենց երեխաների արատը տեսնելով թողնում են մանկատներում կամ հաշմանդամության կենտրոններում, զրկելով իրենց երեխային սիրուց ու հոգատարությունից, և էլ չեն պատկերացնում, որ կգա մի օր, երբ Աստված նրանց կվերցնե իր ձեռքից նմանատիպ մայրերի և մեծ օրհնություններով կլցնե նմանատիպ երեխաների կյանքերը։ Սիրելիներ, պատահական չէ այս պատմությունը, որ Տերս պատվիրեց, որ տեղադրեմ իմ ալիքում։ Վերանայեք ձեր ծնող լինելու պարտականությունները և ուշադրությամբ մտածեք, թե կան ձեր կյանքում նման դրվագներ, և արդյոք ձեր որովայնի պտուղը ձեզ պարգև եք համարում, թե մի մեծ բեռ կամ մի ավելորդ ուտող բերան, ինչպես Լենայի մայրը համարեց իրեն։ Բայց կար մեկը, որը իրեն մեծ օրհնություն համարեց և ամեն ինչ արեց այս աղջկան երջանիկ դարձնելու համար։ Փոխհարաբերական իմաստով այդ ամեն մի երեխայի համար Հիսուսը պիտի կանգնի, բժշկի, ոտքի կանգնեցնի և իր կյանքը պիտի մեծ օրհնություններով լցնի։ Այսքանը, սիրելիներ, եթե այս պատմությունից պարզապես օգուտներ քաղեցիք, ուրեմն գրեք մեկնությունների մեջ, եթե հավանում եք, դրեք լայքեր, կիսվեք այն մարդկանց հետ, որոնց Սուրբ Հոգին ձեզ կառաջնորդե, ինչպես նաև բաժանորդագրվեք, որպեսզի նմանատիպ տեսանյութեր երբ տեղադրեմ, առաջինը դուք ստանաք։